Հիմա շատերդ կզարմանաք, բայց ասեմ, որ այս իդեալական ծակոտկե նրբաբլիթները ես մածունով ու ջրով եմ պատրաստում։ Սա իմ ամենասիրելի նրբաբլիթների բաղադրատոմսն է։ Դե ինչ սրտիկ եք ու պահպանեք հոլովակը ու փորձեք դուք էլ պատրաստեք։ Խորը տարայի մեջ ավելացնում ենք 2 կիլոգրամ մածուն, վրան կոտրում 5 ձու, այնուհետև վրան ավելացնում 3 ճաշի գթալ շաքարավազ, 3 ճաշի գթալ աղ եւ 1 թեյ գթալ սոդա։ Ստացված զանգվածը լավ խառնում ենք ու 1 կիլոգրամ նախապես մաղած ալյուր ենք ավելացնում։ Կրկին խառնում ենք, որ գնդիկներ չառաջանան ու լցնում 2 լիտր ջուր։ Անհրաժեշտության դեպքում կարող եք եւս մեկ անգամ ձեռքի հարիչով հարել, որպեսզի խմորը հարթ ու համասեր ստացվի։ Ավելացնում ենք նաև 100 մլ արևածաղկի ձետ, խառնում եւ վերջ, խմորը պատրաստ է։ Այ այսպիսի ջրիկ խմոր պետք է ստացվի։ Հիմա թավան ուժեղ կրակով լավ տաքացնում ենք, լցնում խմորը ու նրբաբլիթները տապակում երկու կողմից, մինչ մի փոքր ոսկեգույն դառնալը։ Իմ թավան չկպչող հատակով է, այդ իսկ պատճառով ես ձեթով չեմ պատում, բայց եթե անհրաժեշտ է, կարող եք ձեթով պատել։ Սովորության համաձայն շատերի մոտ առաջին նրբաբլիթը չի ստացվում եւ ասում են «Первый блин комом», բայց եթե պատրաստեք այս բաղադրատոմսով իդեալական կստացվի առաջին իսկ նրբաբլիթից։ Նաև նշեմ, որ այս չափաբաժնից ստացվում է 110 նրբաբլիթ։ Ես պատրաստել եմ 2 չափաբաժնով, ինձ մոտ ստացվեց 220 հատ։ Սիրելիներս, փորձեք դուք էլ պատրաստեք այս բաղադրատոմսով, վստահ եմ, որ շատ եք հավանելու։ Իսկ որպեսզի հոլովակը շատ երկար չստացվի, միջուկի բաղադրատոմսը ցույց կտամ հաջորդ հոլովակում։ Եթե մինչ բաժանորդագրված չեք իմ էջին, անպայման բաժանորդագրվեք, որպեսզի բաց չթողնեք իմ նոր բաղադրատոմսերը։ Իմ էջում շատ հեշտ ու համեղ բաղադրատոմսեր կան։ Դե ինչ սիրելիներս, կիսվեք այս հոլովակով նաև ձեր ընկերների հետ, սրտիկ եք, եթե հավանեցիք ու իհարկե պահպանեք, որ դուք էլ պատրաստեք։ Մինչ նոր համեղ հանդիպումներ։